Ադրբեջանը սադրանքի, Հայաստանը հասկանալու ճանապարհով խաղաղության թուղթը սպասում է Փաշինյանի տեսլականը։ Բաքու-Անկարա սինիները սպիտակ տանը Ամերիկայից փորձում են համաձայնություն պոկել հնարավոր պատերազմի շողքի տակ։ Ոչխարներ է արտահանել, փող է կերել, դուրս կհանեին մեղքերը, եթե չլքեր ՔՊ շարքերը, Աղազարյանի ճակատագիրը։ Էրդողանը հաղթող մրցակցին վախից բանտ է գցել, Թուրքիայում բողոքի ալիքն ավելի է սրվել։ Ինչ մեղք ունեն նստարանները, ձեռքից ձեռք փոխանցելով հասան փակմանը, Գոյ թատրոնը գոյության կռիվ է տալիս։ 3 ամիս առանց ինսուլինի, ինչու պոլիկլինիկաները երեխաների դեղերը չեն տվել։ Մինչև հարյաֆի մեռելոց, քաղցր գաթայով կիսում ենք պահքը, այսօր միջինքն է։ Դաբաղի վախից Գերմանիայից միսու կենթանիներ չեն ներմուծվի։ Բարերեկո, ժամը լրատվականը հետևել է, հավաքելու խմբագրել օրվա կարևոր լուրերը, ես Մարիանա Հակոբյանն եմ, սկսում ենք թողարկումը։ Բաքուն ու Անկարան սպիտակ տանը սինիներն են պարեցնում, Ամերիկայից փորձում են համաձայնություն պոկել։ Ուզում են օգտվել առիթից, որ Թրամփի գլուխը խառնե Իրանով ու հարձակվել, բայց նախ տրամադրություններն են շոշափում, հոտառությունները սրել, պահն են փորձում կորզել։ Հնարավոր պատերազմի շողքի տակ քաղաքագետները ռիսկերն են հաշվարկում։ Պատերազմի վտանգը ինչպես երեք, այնպես էլ այսօր ու վաղը կա, իշխանական թևից են հայտարարում, բայց նաև համոզված են, թե պատերազմի առիթ չկա, հիմք չկա։ Այստեղ միաժամանակ նկատում են, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Բաքվի պահանջները լեգիտիմ չեն։ Իսկ Բաքուն պահանջների շարք է շարել, չի ստորագրում ու չի ստորագրում։ Քննարկել են քմահաճության այս դոզայի ադրբեջանական լեվելը Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով զրուցելիս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Ռուբիոն Փաշինյանին ասել է, թե հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է։ Բարձր ռանգի ամերիկացի պաշտոնյան խաղաղության համաձայնագրից էլ է խոսել, շեշտել ամուր խաղաղության կարևոր լինելը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը փակելու համար։ Փաշինյանն էլ պատմում է, երկուսս էլ այն կարծիքին ենք, որ համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի ու վավերացվի։ Մասնագետները վերլուծում են, թե ԱՄՆ թերևս փորձում է զսպել Բաքվի ախորժակը, կանխել Անկարա-Բաքու գործակցությամբ հնարավոր էսկալացիան։ Միացյալ Նահանգները ըստ Կովկասագետի դեռ իր անելիքը պիտի որոշի։ ԱՄՆ-ի կոչը հիմնականում ուղղված է նրան, որ իր խաղի մեջ ոչ մեկ չխառնվի, այսինքն մինչև որ Ամերիկան չի որոշել ինչ պետք է կատարվի, ոչ մեկ ոչ մի բան չանի, որը հասկանալի է, որովհետև տարածաշրջանը շատ բարդ է եւ կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Վաշինգտոնում պետքարտուղար Ռուբիոյի ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հանդիպումն էլ եղավ։ Այստեղ էլ ուշագրավ հատված կա։ Ռուբիոն այստեղ էլ խաղաղությունից խոսել է։ Ամերիկյան կողմի կարճ հաղորդագրությունում կարդացինք։ Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Թրամփի օրակարգում ըստ մասնագետների հիմա նախ Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելն է, ամերիկյան կողմը Իրանին ճնշելու ճանապարհներն է թերևս որոնում եւ ցանկացած այլ գործոն, որ կխանգարի այդ առաջնահերթությանը, հիմա նահանգներին հարկավոր չէ։ ԱՄՆ գիտի, որ Բաքվի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում շատ բան կարող է փոխել, հետեւաբար հակված են առայժմ լարվածություն թույլ չտալ։ Այստեղ ամենակարևոր պահը այն է, որ ինչի մասին կպայմանավորվեն Ամերիկան եւ Ռուսաստանը, Ամերիկան եւ Թուրքիան, Թուրքիան եւ Ռուսաստանը հարավային Կովկասի մասով, որովհետեւ եթե հարավային Կովկասի խաղացողները այս պահին խոսքը գնում Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին մնան ինքնուրույն, ոչ մեկ չզսպիչ սահմանապակի, իրանք կհարվածեն։ Եթե ԱՄՆ-ին ոչ մեկ չզսպիչ սահմանապակի, իրանք կպատրաստեն եւ կհարվածեն Իրանին։ Այսինքն այստեղ ուժային բալանսի մասին է խոսքը, ռազմաքաղաքական բալանսի մասին է, Ռուսաստան, Իրան մի կողմից, ԱՄՆ մյուս կողմից, եւ հիմա գնում են այդ բանակցությունները, թե ոնց պետք է դասավորվի տարածաշրջանի ճարտարապետությունը։ Այս պահին տեսնում ենք, որ գոնե հանրային հարձակում ԱՄՆ-ն ոչ է անում պահպանել այն խաղաղությունը, որը այս պահին կա։ Սա սակայն ըստ մասնագետների ամենևին էլ չի բացառում Ալիևի արկածախնդրության դիմելու ագրեսիայի գնալու հնարավորությունը։ Մասնագետների աչքի առաջ է 2023-ի սեպտեմբերի 14-ին Սենատում ամերիկյան կողմը ամենաբարձր մակարդակով բառացի էր հայտարարում. Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Բայց ուղիղ 5 օր անց սեպտեմբերի 19-ին հետևեց Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու Ալիևի վայրագությունը։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։
Ադրբեջանը գնում է սադրանքի Հայաստանը հասկանալու ճանապարհով։ Խաղաղության թուղթը կազմ պատրաստ սպասում է ստորագրման։ Ազգային ժողովում Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական տեղեկատվական գրոհին, ասել, որ նրբություններ կան, որոնք պետք է խորքային հասկանալ։ Դիվանագիտական խողովակներով հասցնում են այնինչ անհրաժեշտ է։ Ըստ Փաշինյանի գնում ենք կոնֆլիկտի հաղթահարման ճանապարհով, հետևաբար Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց, թե ինքը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր։ Իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետեւ այդ թուղթը 2021-22 թվից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, բայց պատկերացրեք համաձայնեցված տեքստը, ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Եվ ընդ որում, երբ որ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, ի հեճուկս բոլոր այդ դավադրական տեսությունների, այդ թեման էլ կա, չէ, որ ինչի չեք ուզում հրապարակվի այդ թուղթը։ Բա ընդհակառակը ուզում ենք հրապարակվի, որովհետև սենց ստորագրվեց, պետք է հրապարակվի։ Պետք է գնա կառավարություն, Սահմանադրական դատարան, ազգային ժողով։ ՔՊԱ-ական պատգամավորն էլ հարցրեց Փաշինյանին, Ադրբեջանի անընդհատ տարածվող ապատեգատվությունը, թե Հայաստանը կրակում է սահմանին, արդյոք ուղղված է խաղաղության գործընթացը խաթարելուն։ Այս պրովոկացիոն քայլերը կարող են դիտարկվել, կարող են խաթարել այս գործընթացը, եւ ինչպիսին է ձեր գնահատականը, եթե ոչ, ապա ինչ եք կարծում, ինչ էր սա, ինչու դա հաջորդեց միանգամից այն հայտարարությանը, որ արդեն տեքստը համաձայնեցված է։ Ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետևյալն է, որ ցանկացած իրավիճակ, մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Եվ այս է պատճառը, որ մենք նաեւ պաշտպանության նախարարությունը այդ շրջանում իր հաղորդագրությունների մեջ անդադ ընդգծում էր, որ մենք պատրաստ ենք քննել բոլոր այն կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինեն կոնկրետ տեղեկություններ, կլինի կոնկրետ տեղեկատվություն։ Ադրբեջանը շարունակում է իր ղեկավարների, նաև տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ տարածել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Փաշինյանը հայտնում է, որ խաղաղության համաձայնագրում չկա գետնի համաձայնություն, որ երկու երկրներին պարտավորեցնում է։ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սահմանազատման կանոնակարգն ըստ Փաշինյանի արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում։ Ալմաթայի հռչակագիրն էլ ճանաչված է որպես բազային սկզբունք։ Մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մենք մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս, Նուրիջանյանն էին ասում Ղարաբաղյան շարժում չպետք է լինի։ Հետո Սուսլովներ ասում չպետք է լինի, Կևորկովներ ասում չպետք է լինի, Էլչիբեյը, Մութալիբը, այսպես ասում են, բայց Ղարաբաղյան շարժումը կար։ Հիմա եկեք, եթե մենք էլ տենց փորփրենք, գնանք 88 թվականին եւ 90 թվականին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները հələ բացենք նայենք։ Մենք մի հատ տեսնենք, թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրված։ Ըստ Փաշինյանի, սահմանային միջադեպերի նկատմամբ վերաբերմունքը բանաձևն էլ պետք է փոխել։ Նա հայտարարեց նաև, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են սկսել խորհրդակցություններ ոչ միայն հրապարակային, այլ նաև դիվանագիտական խողովակներով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Խորհրդարանական քննարկումներին թեժ մթնոլորտում անցած դեբատներին դեռ կանրադառնանք։ Մինչև այդ պաշտպանության նախարարն է ազգային ժողովում անդրադարձել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի կրակոցներին։ Նախարարն ասել է, որ դիտել է տեսանյութերը եւ որ կրակոցները Հայաստանի ուղղությամբ չեն եղել։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով հայտարարության չեն արժանանում։ Նախարարը շեշտել է, որ հարցի կարգավորումը դիվանագիտական ուղով է պատկերացնում։
Հայաստանը պաշտոնապես հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Խորհրդարանը 64 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունել է Եվրաքվեի մասին օրինագիծը, սակայն խորհրդարանում հարցի քննարկումը թեժ է եղել։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին, իսկ Հայաստան խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ Այստեղ հիմնավորում են այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կտրուկ շրջադարձը վտանգավոր դրսևորումներ կունենա։ Իսկ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը չի հանդիսանում Եվրամիությանն անդամակցության հայտ։ Այն ըստ փոխնախարարի ուղղակիորեն հաղորդում է Եվրամիության հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը։ Այս պահին կարճ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Ոչխարներ է արտահանել, փող է կերել, դուրս կհանեին մեղքերը, եթե չլքեր ՔՊ շարքերը, Աղազարյանի ճակատագիրը։ Էրդողանը հաղթող մրցակցին վախից բանտ է գցել, Թուրքիայում բողոքի ալիքն ավելի է սրվել։ Ինչ մեղք ունեն նստարանները, ձեռքից ձեռք փոխանցելով Հասան Փակմանը, գոյթատրոնը գոյության կռիվ է տալիս։ 3 ամիս առանց ինսուլինի, ինչու պոլիկլինիկաները երեխաների դեղերը չեն տվել։ Ժամը լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Ուկրաինայի Սումի մարզի Օխտիրկա բնակավայրին Ռուսաստանի հարվածի հետևանքով վնասվել են մի քանի տներ, խանութներ և վարչական շենք։ Փրկարարները տարհանել են շրջանի բնակիչներին, հարվածներ են հասցրել նաև Կրիվոյ Ռոգին, Չերկասի և Կիրովոգրադի մարզերին։ Գիշերվա ընթացքում ռուսական զորքերն արձակել են շահեդ տեսակի 117 դրոն, դրանցից 56-ը ոչնչացրել են, 48-ը վնասազերծել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ղրիմի ափերի մոտ Տարխան-Կուտի շրջանում խոցվել է 2 դրոն։ Պնդում են, որ հարձակման թիրախում Գլեբովսկ ու Ստորգետնյա գազի պահեստի ցամաքային սարքավորումներն են եղել։ Իսկ Բրյանսկի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով անջատվել է Բարձրավոլտ գիծը, ինչի պատճառով Կոմարիչիսկի շրջանը մնացել է առանց հոսանքի։ Միացյալ Նահանգները պատրաստվում է քննարկել Ռուսաստանի պահանջները Սևծովում հրադադար հաստատելու համար։ Հիշեցնեմ, Սաուդյան Արաբիայի բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սևծովում հարվածները դադարեցնելու և անվտանգ նավագնացության ապահովման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Ռուսական կողմը սակայն ավելի ուշ հայտարարեց, որ նավագնացության անվտանգության մասին դրույթը ուժի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը հանելուց հետո միայն։ Ամերիկյան սկանդալը շարունակվում է, գաղտնի չաթում պատահաբար ավելացված Ատլանտիկի խմբագիրը հրապարակել է պաշտոնյաների ամբողջ նամակագրությունը։ Գոլդբերգը հայտարարել է, որ Սպիտակ տան մեղադրանքները, թե ինքը ստում է, դրդել են իրեն հրապարակել զրույցի ամբողջական բովանդակությունը, որտեղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նկարագրում է Եմենի վրա ԱՄՆ հարվածները, մանրամասներ է տրամադրում հարվածների հստակ ժամանակացույցի մասին։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտն արձագանքել է Գոլդբերգին անվանելով Թրամփին ատող լրագրող։ Ֆրանսիական հեռուստաալիքը ցուցադրել է քարտեզ, որտեղ Հայաստանը չի եղել։ 28 րոպե շոուի հաղորդավար Էլիզաբեթ Քույնը ներողություն է խնդրել հայերից։ Թուրքիային վերաբերող բանավեճի ժամանակ ներկայացված քարտեզում Հայաստանը չի եղել, իսկ Ադրբեջանը ներկայացվել է ընդլայնված տեսքով մինչև Թուրքիայի սահման։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել։ Ֆիգարո ամսագրի փոխտնօրենը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը սա անընդունելի են համարել։ Էրդողանը հաղթող մրցակցին վախից բանտ է գցել։ Թուրքիայում ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի ձերբակալությունից հետո բողոքի ալիքն ավելի է սրվել։ 8 օր է Ստամբուլի փողոցները մարդաշատ են, ավելի քան 1400 ցուցարար է ձերբակալվել, 11 լրագրող։ Ուսանողները նույնպես դասերը բոյկոտելու փողոց են դուրս եկել։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել։ Էրդողանի մտադրությունը լավ են հասկանում, խաղից հանում է գլխավոր մրցակցին, սպասում են, որ առաջիկայում ժամանակ չի կորցնի ու կգնա արտահերթ ընտրություններին։ Թուրքիայի հայ համայնքի ֆավորիտ նստվելուծաբանների Իմամօղլուն է։ Ժողովրդավարությունը Թուրքիայում լավ օրեր չի ապրում։ Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո այդ երկրում վերջին տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ցույցերն են սկսվել։ Մեկ շաբաթ է իրադրությունը գնալով լարվում է, փողոց դուրս եկածների թիվը մեծանում։ Էրդողանին դիմախոսները համոզված են տեղի ունեցածը քաղաքական ձերբակալություն է, որովհետև Իմամօղլուի վարկանիշը բարձրացել է նույնիսկ այնքան, որ նա
արդեն նախագահականի ճանապարհին է։ Այս քաղաքական ձերբակալությամբ Էրդողանն ու իր վարչակազմը փորձում են փրկվել պաշտոնավարման եւս մեկ ժամկետ պոկել թուրք հասարակությունից։ Հայ թուրքագետն էլ հակված է այդ տեսակետին։ Իմամօղլուն բանտում է, որովհետև ինքն ու իր ուժը համարվում են գործողների հիմնական մրցակիցը։ Քաղաքական հետապնդումը, որովհետև տեսեք Իմամօղլուն փաստացի միակ լուրջ հավանական թեկնածուն է Էրդողանի դեմ պայքարում եւ ունի ռեալ շանսեր։ Տեսեք, մինչ այդ էլ Իմամօղլուի անունը բավականին երկար տարիներ շրջանառվում է, այս էլ գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ որ ըստ էության այդ պոտենցիալը ավելի մոտ է։ Իմամօղլուին պահում են նույն բանտում, որտեղ որ պահում են միայն քաղաքական գործիչներին, լրագրողներին։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին ոչ միայն ձերբակալել են երկու խոշոր մեղադրանքներով, այլ նաև հասցրել են պաշտոնից հեռացնել։ Թուրքիայի իշխանությունը իր հերթին արդարանում է, քաղաքականության մասին խոսք չկա։ Իմամօղլուին կդատեն իրենց ձևակերպման անկախ արդար դատարանում, բայց փորձագետները Էրդողանի այս ձեռագրին լավ ծանոթ են, նա չի կարող առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում տարիքի պատճառով։ Իսկ այս փուլում դժգոհության ու հասարակության բողոքի ֆոնին դժվար թե կարողանար մեծամասնություն հավաքել։ Նախ սկսեց ուժեղ մրցակցից, նրան խաղից հանելուց հետո Թուրքիայում արտահերտ ընտրություններ կհայտարարվեն։ Ոստեցան Էրդողանը այս անգամից հետո չի կարող թեկնածություն ուրեմն դնել, ըստեցան պետքա տեղ ունենա իշխանության տրանսֆորմացիա։ Իսկ եթե հակառակորդը ունի խարիզմատիկ գործիչ, մեծ հեղինակություն ունեցող, իշխանության տրանսֆորմացիա ուղղակի հնարավոր չի լինի։ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը բանտից նաև ուղերձ է եղել Էրդողանին, ձևակերպել է այսպես թե այնպես դու կպարտվես։ Գործչին բանտում փակելով հարցը չի լուծում Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Փորձագետները կարծում են բողոքի այս ալիքը դժվար թե շուտ մարի, այն իր ազդեցությունը կունենա նաև ընտրական գործընթացում։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Վերադարձանք Հայաստան, ազգային ժողովում քննարկել են քաղաքացիական պայմանագրի շարքերը լքած Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազն է միջնորդագիր ներկայացրել ազգային ժողով, պատգամավորի դեմ կաշառքի 2 գործ կա։ Ընդդիմադիրներին հուզում է հարցը, ջրի երես կհանեին պատգամավորի մեղքերը, եթե չլքեր ՔՊ շարքերը։ Աղազարյանը չի ընդունում մեղադրանքները, պնդում է, իր դեմ սկսված արշավը քաղաքական հետապնդում է։ Դատախազությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրում է մանր եղջերավոր անասունների արտահանման ժամանակ 2 ձեռնարկատիրոջ հովանավորչության համար։ Գլխավոր դատախազը 2023 թվականի օգոստոսի 8-ին եւ դրանից հետո հեռախոսային զրույցների գաղտնալսումներն է քրեական վարույթի համար որպես հիմք ներկայացնում։ Քաղաքացի Սլավիկ Պողոսյանին խնդրել են, որ նա դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200,000-ից 300,000 դոլարի դիմաց օգտագործելու սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը։ Այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Երկրորդ գործ էլ կա հարուցված պատգամավորի նկատմամբ։ Ընկերություններից մեկի սեփականատերը դիմել է Հովիկ Աղազարյանին Աջափնյակ վարչական շրջանի դպրոցի վթարային շենքը քանդելու եւ մի հատվածի վրա նոր դպրոց, իսկ մյուսի վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ 300,000 դրամ է տվել ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը։ Միաժամանակ չի վերադարձրել Արամ Մկրչյանի կողմից տրված գումարը։ Աղազարյանը հայտնեց, որ $23,000 կաշառքի գործով ինքը չի հարցաքննվել։ Բոլոր ցուցմունքները, որ այդպես տոնով ասում եք, գրել եք այսպես հստակ, որ տեսած ձայնագրություններ, այդ մարդը զապիս արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ $23,000 շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Ինչու՞ չեք կանչել հարցաքննության, ինչու էս գործը ավելի մանրակրկիտ չի, թե ասենք օրինակ մենակ այն նախորդ գործը լրիվ բավարարեր, էս մեկն էլ տենց ոնց որ միքչել հետը թողը տենց համեմունք լինի, բերենք։ Այո, այդ ոչխարների գործով կանչվել եմ 2-3 անգամ, այս դեպքում ոչ մի անգամ չեմ կանչվել։ ՔՊԱ-կանները հայտարարում էին, թե Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք է բացահայտել։ Ինչ եղավ պետական գաղտնիքի գործը, պատգամավոր Թովմասյանը հարցրեց դատախազին։ Կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել, ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես 2 կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել։ Թագուհի Թովմասյանը հարցրեց դատախազին, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, դատախազը կգար ազգային ժողով նույն միջնորդությամբ։ Այո, կգայի։
կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ եւ ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան։ Աղազարյանը դժգոհում է անարդարացի են իր վրա ճնշումները։ Պատգամավորը պնդում է, թե իրեն քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ես կարամ պաշտպանվեմ։ Ես կարամ անարդարացի ճնշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Քաղաքական հետապնդում եք։ Իհարկե։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, դատախազը արձանագրեց, թե Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար կան բավարար փաստեր։ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո գործերը միանգամից կուղարկվեն դատարան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ Գոյթատրոն Սունդուկյան վեճի մասին թատրոնի փակելով չբավարարվեցին, սկսել են կամաց-կամաց քանդելը, հազանգում են Գոյթատրոնից ու մեղադրում մշակույթի նախարարության ամենաթողության մեջ։ Սունդուկյանից հակադարձում են իրենց տարածքն է, վերանորոգում են, չեն քանդում։ Գոյի գոյությունը կախված է դատարանից, սպասում են վերջնական վճռի։ Գոյթատրոնի գոյաբանական պայքարի էպոպեան 1 տարի չի ավարտվում։ Թատրոնի փակումից հետո էլ կրքերը չեն հանդարտվում։ Գոյի կառավարման խորհրդի նախագահն է ահազանգում, ոչնչացնում ու ջնջում են իրենց պատմությունը։ Նախ փակեցին թատրոնը, հիմա էլ ապամոնտաժում են հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերը։ Արզումանյանը խնդրի վերաբերյալ բաց նամակով դիմել է մշակույթի նախարարին, պահանջել դադարեցնել թատրոնի վերացման ուղղված քայլերը։ 120 տեղ նստարանների հետ դեպի sense ամֆիթատրոն կոչվածը զրոյացվել է դեպի գետնին։ Այն սկզբից ինչը որ մենք ասում էինք, բարձրաձայնում էինք, ահազանգում էինք, որ ասում էինք Գոյի թատրոնը վերացնում են, biz ասում էինք չէ, միացնում ենք։ Բայց այսօր տեսեք շատ կոնկրետ հայտարարություն անում Վարդան Մկրտչյանը, Գոյի թատրոն չկա։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Մկրտչյանը սակայն նկատում է, իրականացվող աշխատանքները ուրիշի տարածքում չեն, տարածքն ի սկզբանե իրենց է պատկանել։ Հիմա այն կառավարության որոշմամբ վերադարձրել են մայր թատրոնին։ Այդտեղ վերանորոգման աշխատանքներ են նախատեսում։ Սունդուկյան թատրոնում պարբերաբար ոչ միայն այդտեղ վերանորոգման աշխատանքներ ընթանում են եւ ընթանալու են։ Ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Տարածքի տրամաբանությունը չի փոխելու։ Մենք աշխատանքներ անում եւ տանում ենք մեր տարածքում։ Մենք մեր տարածքից դուրս ուրիշի տարածքում աշխատանք չենք անում։ Արզումանյանը մշակույթի նախարարության այս գործելավոճը Գոյի թատրոնի ժառանգությունը վերջնականապես ջնջելու մտադրություն է որակում։ Նկատում, քանի դեռ գործը գտնվում է դատարանում եւ այն իրավական վերջնական լուծում չի ստացել, ոչ ոք իրավունք չունի կանխակալ վերաբերմունքով եւ ապօրինի գործողությամբ ոչնչացնել թատրոնը։ Պարզապես մարդիկ չեն սպասում, իրանք իրանց գործն են անում են, ավիրում են, չեն սպասում դատարանի որոշմանը։ Գործը փակված չի, փաստացի գործը փակված չի ինքը, բայց իրենց լիազորություններ են տվել, որ ինչ ուզեն անեն։ Ում հետ ասես խոսեցինք, բայց ոչ ոք ոչ մի դրական լուծում կամ արձագանք չտվեց, սկսած նախարարությունից, կառավարությունից։ Եթե Գոյի թատրոնը գոյություն չունի, ապա ինչու են այդքան հետևողականորեն ջնջում թատրոնի պատմության հետագիծը։ Հարցնում է Արզումանյանը։ Հիշեցնում, Գոյը պայքարելու է վերադառնալու ու կերտելու իր պատմական հաղթանակը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ առողջապահական թեմա։ 3 ամիս է պոլիկլինիկաները չեն տալի շաքարային դիաբետ ունեցող երեխաների դեղերը, այդ թվում ամենաանհրաժեշտ ինսուլինը։ Կտրել են նաև հաշմանդամության թոշակից։ Ծնողները նախարարության դուրն են հասել, բողոքել, խոստացել են խնդիրը կլուծեն, դեռևս ոչ մի տեղաշարժ։ Ծնողները էլի հանդիպում են ահանջում։ Ծնողներն արդեն 3 ամիս պոլիկլինիկաներից չեն կարողանում ստանալ իրենց հասնող դեղորայքը, այդ թվում ամենակարևոր ու անհրաժեշտ ինսուլինը։ Ծնողներն են բողոքում։ Համապատասխան քանակը չկա, որ բոլորին տան։ Առողջության պահպանման առաջնային օղակից այս պատասխանն են ստացել, երբ հարցրել են ինչու։ Չեմ ուզում մեղադրեմ բժիշկներին, որ բժիշկները չեն տրամադրում, պետք է առողջապահության նախարարությունը տա, որ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում կարողանան հիվանդներին ժամանակին հասցնել։ Մեր երեխաները հացային միավորներով են սրսկում, չի հերիքացնում։ Դեղորայքի ստացման հետ կապված պրոբլեմը լուրջ է, բայց ոչ միակը, որին այս ընթացքում բախվել են շաքարային դիաբետ ունեցող երեխաները։ Հաշմանդամության թոշակը կտրել են, գումարն էլ չեն ստանում։ Սա էլ քիչ է, ծնողները մտավախություն ունեն, որ գուցե առաջիկայում անվճար բուժծառայությունները դառնան վճարովի։ Պետք է կարգ տրամադրվի, որ երեխաները կարողանան գոնե տարեկան մեկ անգամ անվճար պարկեն, իսկ եթե կարգ չտրամադրեն, թոշակ չստանան երեխաները, բոլորը լինելու է վճարովի, թե անալիզները, թե հիվանդանոցում պարկելը։
Ֆունկցիոնալության փորձաքննությանը շաքարային դիաբետ ունեցող երեխայի ծնողի խոսքով բոլորին նույն գնահատականն են տալիս, ինչը վերջինիս համար կասկածելի է։ Եթե երեխայի օրգանը չի աշխատում, ենթաստամոքսային գեղձը չի աշխատում, ինսուլին չի արտադրում տվյալ երեխայի մոտ, ոնց կարելի է մարդ համարվի լիարժեք առողջ անձնավորություն։ 18 տարեկանից հանում եք այդ հաշմանդամությունը, հանում եք այդ կարգը, այդ թոշակը, բայց արդյունքում շաքարը մնում է, չի անհետանում։ Փոխարենը սկզբից վերցնեն, ասեն գլյուկոմետրը տուր, տեսնենք շաքարը ինչ թվերի վրա է, տատանումները, չէ, աթոռը դնում են մեջտեղ, երեխային նստեցնում են 5, 6, 7, ասում են նստի վերկաց։ Ծնողներն իրենց բողոքն առողջապահության նախարարություն են հասցրել, հանդիպել նախարարի հետ։ Առաջին հանդիպումից տպավորված չեն, իրենց խնդիրներն ասում են ըստ էության չեն լուծվել։ Ակնկալում են, որ նախարարությունում իրենց դարձյալ կընդունեն, իսկ գերատեսչությունից փոխանցում են, որ խնդիրների հաղթահարման համար համապատասխան ծրագրեր կմշակեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կներկայացնենք թողարկման վերջին հատվածը։ Մինչև հարյավի մեռելոց, քաղցր գաթայով կիսում ենք պահքը, այսօր միջինքն է։ Դաբաղի վախից Գերմանիայից միս ու կենթանիներ չեն ներմուծվի։ Մեդիա աշխարհ սպասում են կարևոր անտիցիկլոնային երկինք, ավելին հաջորդի։ Շարունակում ենք թողարկումը։ Մինչև հարյավի մեռելոց, քաղցր գաթայով կիսում ենք պահքը, միջինքն է։ Պահքի մեջ գտնվողներն այսօր կերել են ավանդական գաթան ու սրտի թրթիրով սպասել, թե ում է ընկնելու գաթայի մեջ պահված խորհրդանշական մետաղադրամը։ Պահքի ծանրությունը չզգալու համար է նաև գաթան ուտելու այս արարողությունը։ Միջինքով մի պահ վերադառնալով մարմնի կարիքներին նոր ուժեր ենք հավաքում քայթակղությունները հաղթահարելու ու Քրիստոսի հարության օրվան պատրաստ լինելու համար։ Այսօր միջինք է մեծ պահքի 24-րդ օրը։ Այն հիշեցնում է, որ մեծ պահքը հասել է իր կեսին։ Պահքի մեջ գտնվողները հաղթահարել ու անցել են կես ճանապարհը։ Մարդը մաքրման շրջան է անցնում եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ֆիզիկական պահքը դա կերակրատեսակն է, որը բացառում է անասնական սնունդը, միայն բուսական սնունդ է կարելի եւ ցանկալի է քիչ քանակությամբ, իսկ հոգեվոր պահքն էլ նաեւ դու հրաժարվում ես բոլոր տեսակի վատ արատավոր երևույթներից, որ մարդու կյանքում առկա է։ Միջինքը եկեղեցական նշանակություն չունի, սակայն պահքի ընթացքը փոքրինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված է միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում են կլոճ, որի մեջ պարտադիր դնում են մետաղադրամ։ Ընտանիքի անդամներից ում բաժին հասնի դրամը, ամբողջ տարվա ընթացքում հաջողություն կունենա։ Միջինքի շուրջ կա նաև շատ գեղեցիկ ժողովրդական ավանդույթներ։ Իրենք միջինքի գաթա թխել, միջինքի ուտեստներ պատրաստել, բայց բոլորը պահքի, այսինքն որևէ այլ սնունդ չի ավելանում միջինքի ժամանակ։ Բացառապես պահքի սնունդով պատրաստվող կերակուրներ։ Վատ սովորություններից ու սննդից հրաժարված քրիստոնյաները դեռ պետք է զսպեն ցանկությունները, հաղթահարեն գայթակղություններն ու մաքրված հոգով դիմավորեն Սուրբ Հարության տոնը, որին մնաց 24 օր։ Ինքնամաքրման շրջանը հենց դրա խորհուրդն ունի, որ մենք կարողանանք մաքրությունը ընդունել։ Քրիստոսի հարությունը քրիստոնյայի ամենամեծ հրաշալի տոնն է եւ ամեն մարդու բաղձանքն ու երազանքն է արժանանալու Քրիստոսի հարությանը եւ պահեցողության իմաստն էլ դա է, որ մենք կարողանանք այնքան մաքուր անբասիր լինել, որ կարողանանք Քրիստոսին որպես մաքրության օրինակ, սիմվոլ ընդունել մեր մեջ։ Միջինքին մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահել այն։ Մինչև Հիսուսի հրաշափառ հարությունը, Սուրբ Զատիկը, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրերը շարունակվում են։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ տուգանել է ՀԵՑ-ին, 1 միլիոն դրամ էլ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին։ Օրվա ուշագրավ մյուս թեմաները տեսաշարով։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերը կմեկնարկեն նախատեսվածից 6 ամիս շուտ։ Երկրորդ փուլը 2026 թվականի հունվարի փոխարեն կմեկնարկի այս տարվա հուլիսի 1-ին, իսկ երրորդը գալիք տարվա այդ օրվանից արդեն 2027-ի հունվարի փոխարեն։ Երկրորդով բնակարան կամ տուն կկարողանան ձեռք բերել մեր այն հայրենակիցները, որոնք 2 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեն, իսկ 1 անչափահաս երեխա ունենալ
գնալու դեպքում, եթե ցանկանան կառուցել տունը։ Արդեն երրորդի դեպքում ցանկացած կազմ ունեցող ընտանիքները կլինեն ծրագրում, որոնց նախորդ փուլերում չեն ընդգրկել։ Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ու նրա տեղակալը դիվանագիտական էթիկայի կանոններից ելնելով այցելել են այդ քաղաքում այժմ գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսություն։ Հյուրերին ընդունած մեր պետության ներկայացուցիչը նախ շնորհավորել է իր պաշտոնակցին երկար դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման, ինչպես նաև այդ պաշտոնում իր նշանակման առթիվ, ապա շնորհակալություն հայտնել Հայաստանից Սիրիա մարդազիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության համար։ Իր հերթին գլխավոր հյուպատոս Ջենքիզը իր գործընկերոջը հրավիրել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վերաբացման միջոցառմանը։ Սննդամթերքի տեսչականը ժամանակավորապես արգելել է Գերմանիայից կամ այդ երկրից տարանցիկ փոխադրվող, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող դաբախ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների, խոշոր եւ մանր եղջերավորների, խոզերի եւ ուխտազգիների, ինչպես նաև դրանցից ստացված թարմ կամ սառեցված մսի եւ ենթամթերքների չմշակված մորթերի ներմուծումը Հայաստան։ Արգելքը սահմանել են հիմք ընդունելով Գերմանիայում արձանագրված դաբախ հիվանդության վերաբերյալ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքեջում հրապարակված տեղեկությունը։ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Mercedes Magnish-ի ավտոմեքենան վրայերթի է ենթարկել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով հետիոտնը դեպքից մեկ օր առաջ ճիշտ նույն հատվածում տեղի ունեցած ավտովթարից մահացած քաղաքացու հայրն է։ Վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնություն է կանչել տուժածին, նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել բուժկենտրոն։ 341 տնտեսվարող փետրվարին խախտել է հաշվիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնները։ Պետական եկամուտների կոմիտեից են հայտնում, կառույցը կարգազանցներին տուգանել է ընդհանուր առմամբ ավելի քան 211 միլիոն դրամ, որից 107-ը 30 հարկատուի 1 եւ ավելի միլիոն դրամ տուգանքներն են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այս պահին եղանակի մասին ծանոթանանք օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների, կայուն պայմաններում։ Սպասում են կարևոտ անտիցիկլոնային երկինք։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20 աստիճան։ Լոռիում կանխատեսվել է 12-ից 17, Տավուշում 16-ից 20 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 21 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կանխատեսվել է 13-ից 17 աստիճան։ Երևանում սպասում են կարևոտ երկինք առանց ստեղումների օր։ Այս գիշեր 7-ից 9, ցերեկը 17-ից 19, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Առանձնացած լուրերն այսքանն էին, շնորհակալություն ուշադրության համար, խաղաղ գիշեր եմ մաղթում։